Երբ որ ուզում եմ մեքենա գնալ, ես մեկին հարցրեցի, ասեցի, իսկ ո՞նց են դա անում, մեքենա ո՞նց են գնում, ասեցի, ինչ մեքենա ես ուզում, ասեցի, չգիտեմ, Mercedes, BMW, ինչ-որ մի բան, ասեցի, չի լինի, ասի, ինչի, ասեցի, Kia պետք է առնես, ասում, բայց ինչի Kia առնեմ, ասում, բա նոր ես եկել։ Ինձ էլ էին ասում, ոնց ուզում ես law school գնաս, ասում եմ, այո, ուզում եմ գնամ, ասում եմ, չես դեից ծնված երեխեք անգամ դժվարությամբ ընդունվում են։ Ասում դες արդեն ընդունվել եմ, չգիտեմ, չգնամ, դուրս գամ։ Տղաս շատ ասինում, ինքը Հայաստանը։ Հա, տղայից որ հիմա հենց հիմա զանգեմ, ասեմ, կես ժամից պետք է լինենք LAX, ինքը նորմալ հավաքված տերմինալի դիմացը կանգնած կլինի։ Ու իմ աղջիկն էլ միշտ ասում էր, ես բժիշկ դառնամ, հետո այնքան է ասել, չէ, պետք է իրավաբան դառնաս, նոր մեկ ասում է Էլիզաբետ, ինչ ես դառնալու, ասում է, դե մամա էսպես lawyer, որովհետև ինքը է ուզում։ Այդ ուզում։ Արմեն ջան, վստահաբար 50 նահանգներից գոնե կեսը եղել ես ԱՄՆ-ում։ Կեսը չէ, բայց մի 16-ում եղել եմ։ Իսկ որն է ամենաքո սիրելի քաղաքը։ Նյու Օրլեան։ Ո՞չ չեմ եղել էլի։ Առավոտից մինչև մյուս առավոտ ուրախացող, երկող, բարող։ Շատ կայֆ քաղաք է։ Ոչ չեմ պահանջել ԱՄՆ-ում մի հատ ներկայացում դնեք հենց այդ կավայնի թիմի ինչ որ Պահանջել եմ պրոստը մեկ արդեն մեծ ծեր մարդիկ են, որը շատ դժվար է բոլորին տենց իրար գլուխ հավաքել։ Իսկ եթե դու չես ապրում այսօրվա երիտասարդության հետ համահունչ, դու չես կարող լավ լինես։ Չի կարող քո գործը առաջ գնա, չես կարող դու այսօրվա մարդկանց հետաքրքրես։ Վստահ եմ հիմա անգամ ձեր երեխաներին չէ կլսեք։ Լինում է որ իրենք ձեզ խորհուրդներ տան, ասեն պապ սենց մի արա։ Իհարկե, այս բաները մարցնում իրանցից։ Եկել մի հատ բառը ասում, ասում դեռ բառը չգիտեմ նույնիսկ ինչ բառը։ Այ որ մեկ օրով լինեիր ԱՄՆ նախագահ Արմեն ջան, ինչ կփոխեիր։ Ինչ կանեիր։ Աստված չանի։ Մեկ Չէ, չեմ ուզում։ Բացարձակ չեմ ուզում։ Այ այնքան չեմ ուզում, որ նույնիսկ չեմ էլ պատկերացնում ես ինչ կանեի։ Անկեղծ։